Տիկին Խաչատրյան միջադեպ էր տեղի ունեցել Մասիվի թաղապետարանում, որտեղ մասնակից էր նաև թաղապետը, ձեր թիմակիցը, արդյոք ընդունելի է այս մեթոդները ու ինչից սկսվեց Տիկին Խաչատրյան։ Այսօր հանրային լսումներ էր, նաև ես եմ հանրային լսումների գնացել մասնակցելու, մեր խմբակցության ավականու անդամներ, ինչպես նաև մասնակցում ենք այլ տարբեր հանրային լսումների։ Ինչից սկսվեց, պարզ չի, որ երեկվա շարունակություններ, միտում նա որ եկել էր սադրելու եւ ինքը միջանցքում, դեռ ոչ թե հանրային լսումների սենյակում, այլ թաղապետի ընդունարանում, ասեց, որ ես եկել եմ ասելու բան ունեմ ու էլի անցնելով բոլոր սահմանները թույլատրելի ինքը դրթեց դրան, ինքը հատուկ նպատակով եկել էր ու հատուկ նպատակով էլ դա արեց, իրեն էլ սատարող, հա, իր հետևից գնացող լրատվամիջոցների հետ համատեղ։ Երեք օրինակ մենակ չէր պարոն Չախոյանը, այսօր մենակ էր, ուր էր իր թիմակից։ Այդ պարոն Չախոյանը պետք է այդ հարցը տա, թե ուր էր իր թիմակիցը, ծիծաղալու հարց եք տալիս։ Պարոն Չախոյանը թող իր թիմակցին հարցնի, բա ուր է։ Ես հասկացա, թող հարցնի, բա ուր է իր այսօր։ Տիկին Խաչատրյան ամեն դեպքում ինչքան էլ սադրեն պաշտոնային բայել չի բռունցքներով հարցեր լուծելը։ Գիտեք, սա արդեն կոնկրետ պաշտոնյայի դեմ ուղված քայլեր չեն, սա պետության դեմ ուղված քայլեր են, սա խոսքի ազատություն չի, սա անցումը բոլոր թույլատրելի սահմանները, երբ մտնում ես մարդու անձնական դաշտ, դա արդեն պաշտոնյա ու ոչ պաշտոնյայի հարց չի դրված, մենք երբեք պաշտոններից կարճած չենք լինում, մենք թույլ չենք տա սահմաններն անցնեն, օվկիանոսից այն կողմ նստել որևէ ինչ-որ բանի առաջ խոսելը եւ այստեղ մարդուն սադրելը տղամարդուն, ես վստահեցնում եմ, որ մեր տղամարդիկ տղամարդ են, ի տարբերություն մնացածի, ինչի, որովհետեւ իմ պատկերացմամբ ամենայն դեպս տղամարդը, հայ տղամարդը տեսախցիկներով չի գալիս ռազմորկաների կամ տեսախցիկների առաջ չի հայհոյում, տեսախցիկների առաջ չի խոսում։ Ձեր կարծիքով պարոն Չախոյանը ռազմորկայի էր եկել։ Պարոն Չախոյանը եկել է շոուն ապահովելու իր շարունակությունը, ինչ ինքը ի սկզբանե անում է։ Պարոն Չախոյանն անում է իր այն երկրի քաղաքացի, որ ինքն է այնտեղից ուղղորդված պատվերները, իր այստեղի նմանատիպ քաղաքական տերերի պատվերները, ոչ միայն նոր վարչական շրջանի հետ կապված, այլ թե հանրապետություն կուսակցության, թե առհասարակ քաղաքային իշխանության հետ կապված ինքը հստակ պատվերներով գնում է, հստակ պասերով գնում է այն հայտնի հա ուժերի հետ համատեղ։ Այդ պատվերներին կվերադառնանք Տիկին Խաչատրյան, այստեղ իրավապահներ կան, ոստիկանության ներկայացուցիչներ ինչ է կատարվում։ Ոստիկանությանը ես եմ կանչել։ Ոստիկանությանը ես եմ կանչել, որպեսզի սադրիչին հանեն սենյակից եւ հանրային լսումները վարչական շրջանի ղեկավարը շարունակի, մենք կարողանանք շարունակել հանրային լսումները, ինչը ոստիկանությունն արեց, շնորհակալություն։ Ձերբակալվածներ կան կամ բերման ենթարկվածներ։ Բերման ենթարկվածներ կան, այո։ Պարոն Չախոյանը եւ այո, նաեւ։ Կադրերում կարծես թե ով երևացել է։ Այդ թվում թաղապետը։ Ոչ, թաղապետը այս պահին հանրային լսումների է։ Տիկին Խաչատրյան, դուք խոսեցիք պատվերներից, ձեր կարծիքով ակնարկեցիք Ռուսաստանի Դաշնություն, որովհետեւ պարոն Չախոյանը նաեւ այդ երկրի քաղաքացի, ձեր կարծիքով դա հստակ Ռուսաստանից պատվեր է։ Գիտեք, Հայաստանում ռուսաֆիկացվածների հետ համատեղ իր պասերով աշխատանքն է։ Երեկվա իր գործընկերը, որ այսօր թռել էր, իր քաղաքական ուղղվածությունը, իր քաղաքական տերերը վառ օրինակ, որ ORT-ում Հայաստանի Հանրապետությունից էին բամբասում։ Հիմա ինչու են ակտիվացել Տիկին Խաչատրյան ձեր։ Բան գարունա, աշունա, ամառա, ձմեռա, տարվա բոլոր եղանակներին մի հատ sense թեթև փորձանում են, ուղղակի իրենք ոչ մի կերպ չեն հաշտվում այն իրականության հետ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե իշխանությանը, գործող իշխանությանը չի ուզում, եթե գործող իշխանությանը նույնիսկ դեմ լինի, միևնույնը իրենք հնարավորություն չունեն իրենց լափամաններին վերադառնալու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բոլորին համաձայն է լինելու իշխանություն լինեն, բայց ոչ իրենց նախկին, իրենց տերերին, որովհետև իրենց տերերի արյունոտ տասնամյակը շատ լավ հիշում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այն մարդիկ էլ, այն սերունդները, որոնք գալիս են, որոնք չեն հիշում, մենք վստահաբար դեռ կանք ու հիշեցնելու ենք Ռոբերտ Քոչարյանի արյունոտ տասնամյակի մասին։ Անverջ խոսելու եմ, ինչքան էլ փորձեն, ինչքան էլ տարիներ շարունակ փորձել են մեր ձայնը կտրեն, ինչքան էլ մեզ տարբեր ձևերով փորձել են բաժիններում, ծեծով, ջարդով, ամեն ձև, քրեական շինծ ու գործերով փորձել են մեր ձայնը կտրել, մենք չենք լռել, չենք լռում, չենք էլ լռելու։ Եթե նորից եմ ասում, եթե նույնիսկ այս իշխանությանը
անդիմադիր կլինեն մարդիկ, եթե նույնիսկ իշխանությանը կհեռացնեն ինչ որ կերպով մարդիկ, քաղաքական ուժեր, մենք, մյուսը, դա չի նշանակում, որ իրենք հնարավորություն են ունենալու որևէ կերպ վերադառնալու։ Իխաչտան խոսեցիք Ռոբերտ Քոչարյանից, իշտ ղեկավարման 10-ամյակից երեք Ռոբերտ Քոչարյանը երիտասարդների հետ էր հանդիպում, դա եւս այս ձեր կարծիքով էս իհարկե ամեն տենց տարբեր կետերով ինչ որ շոուներ են անում շատ ակնհայտ է։ Քոչարյանը ամենազավեշտալին այն է, որ Քոչարյան ու Քոչարյանամերձ թիմերը անընդհատ փորձում են ինչ որ կերպարներ աճեցնել, բայց նախ Հայաստանի Հանրապետությունը փոքր է, բոլորն իրենց ճանաչում են եւ նաեւ իրենց աճեցրած կերպարները, իրենց խաղացող մարիոնետները այս ինչպես տեսնում ենք, այսօր վարչական շրջանում, մյուս օրը մի ուրիշ տեղ, այն մյուս օրը քաղաքապետարանում, իրենց այդ մարիոնետները շատ միանգամից մատնում են իրենց եւ իրենք չեն կարողանում արդյունք գրանցել հաջողության։ Ռոբերտ Քոչարյանը երեք հայտարարում էր նաեւ, որ պատերազմն է, հայերն են սադրել պատերազմը, Խեղճ Ալիևն ինչ աներ, Տիկին Խաչատրյան։ Սա այս համատեքստը իրար հետ կապ ունի։ Դե տեսեք, Քոչարյանն ասում է իշխանությունը տվեց Արցախը, այս արեց, այն արեց, հետո ասում է հայերն են սադրել։ Քոչարյանը ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասում։ Քոչարյանը ուղղակի չէր ուզում ասել, երևի ինքը իրեն չի ուզում խոստովանի կամ ինքը իրեն խոստովանել ուղղակի չի իմացել ոնց շրջանցի այն փաստը, որ տարիներ շարունակ երբ ինքը ղեկավարում էր Հայաստանի Հանրապետությունը մի գրամ չզինվեց, Հայաստանի Հանրապետությունը չպատրաստվեց 20 թվականի պատերազմին, 20 թվականի պատերազմին պետք էր պատրաստվել պատերազմը նախորդ 90-ականների պատերազմը ավարտելու օրվանից սկսած, 20 թվականի պատերազմի պարտության պատճառը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տարիներին եղած հոկտեմբերի 27-ն էր։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։